Սիրելի գործընկերներ, հարգարժան մարդու իրավունքների պաշտպան, ես անկեղծ ասած պատրաստել եմ բավականին ծավալուն, այսպես ասած, մի ելույթ եւ որոշել եմ, որպեսզի խոսեմ ավելի մանրակրկիտ, բայց իմ գործընկերները իրենց նախորդ ելույթների ժամանակ ինձանից առաջ այն հիմնական շեշտադրումները, որոնք կային եւ ինձ նույնպես մտահոգել էին, բարձրաձայնեցին եւ շեշտադրումները կատարեցին։ Մինչեւ 1-2 կետի անդրադառնալը ես կուզենայի նաեւ անդրադարձ կատարել այն անձանց ելույթներին, որոնք ըստիս որևէ առնչություն կամ կապ չունեին մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ։ Իհարկե, գայթակղությունը մեծ է, իհարկե այս ամբիոնը նաեւ ունի մոգական ուժ, երբ որ բոլորը խոսում են ամենի մասին, ինչի մասին իրենք պատկերացում ունեն կամ ցանկություն ունեն։ Ես կարծում եմ, որ մենք դեռևս հարց ու պատասխանի ժամանակահատվածից մինչ հիմա ունենք ավելի կարևոր շեշտադրումներ, կային ավելի կարևոր հարցադրումներ, որոնք պետք է այստեղ հնչեին եւ քննարկումները ծավալեին ըստ էության։ Պետք է մենք վերհանենք այն բացթողումները, այն խնդիրները, որոնք առկա են զեկույցի մեջ, եւ այն խոչընդոտները, որոնք կային կամ կային մարդու իրավունքների պաշտպանի համար, եւ մենք որպես մի սահմանադրական մարմին, որ ընտրել է մարդու իրավունքների պաշտպանին, կարողանա, ինչպես ինքն է նշում, կարողանա եւ պաշտպանել եւ նեցուկ կանգնել, որպես այն խնդիրները, որոնք առկա են կամ դժվար են լուծվում, կարողանանք համատեղ լուծել։ Իմ պատկերացմամբ, իհարկե 131 պատգամավորներն է պետք է համագործակցեն մարդու իրավունքների պաշտպանի հետ, առանց դասակարգման, առանց, այսպես ասած, ընդդիմադիր թե իշխանական թևը ներկայացնող, ասենք, սկզբունքով տարանջատելու։ Ես հետևելով պարոն Անդրեասյանի խորհրդին, որպեսզի գոնե եթե չեմ սխալվում, նաև ձեր հարցադրումը, եթե գոնե մեկ պատգամավոր, մեկ խնդիր վերցներ եւ գնար առաջ, ապա բավականին լուրջ գործ արված կլիներ։ Ես այստեղ ուզում եմ հայտարարություն անել եւ ես առաջարկում եմ ձեզ, որպեսզի ձեր այդ 200 առաջարկներից ձեր ցանկությամբ ընտրեք 5-ը, ես որպես եւ պատգամավոր եւ հանրապետական խմբակցությունը ներկայացնող պատգամավոր եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ իբրև նաեւ աջակցեմ ձեզ այդ ձեր իսկ ցանկությամբ ընտրած 5 խնդիրներից վերցնենք 5 խնդիրը եւ փորձենք լուծել։ Բայց մինչեւ դուք կընտրեք այդ 5-ը, ես այն հարցադրումները, որոնք հնչեցրեցի հարց ու պատասխանի ժամանակ, մի փոքր հետեւողական գտնվեցի, նաեւ այստեղ էլ հետեւելով ձեր խորհրդին եւ նամակով դիմել եմ մի քանի գերատեսչություններ եւ այսօր իմ ձեռքի տակ պատասխանել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը եւ ձեր 13 թվականի զեկույցի հետ կապված հատկապես այնտեղ որ նշվում է պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու 87 դեպքերից ընդամենը 2-ով ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ, ինչը կարող է վկայել, որ գործերը քննվել են մակերեսորեն եւ փակագծերի մեջ բերում եք օրինակ։ Իմ հարցման ընթացքում ինձ պատասխանել են, որ ձեր իսկ նույն հարցման դեպքում իրենք տվել են ձեզ այդ պատասխանը, որ 13 թվականին խոշտանգումների վերաբերյալ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 19 քրեական գործ։ Սա փաստաթուղթ է, որ ինձ ձեռքում է, կարող եմ փոխանցել ձեզ։ Եվ մի փոքրիկ բարբերություն եւս ընթերցեմ եւ կարծում եմ այստեղ բավականին լուրջ քննարկում ծավալեց, ես այլևս չծավալեմ իմ այսպես ասած ելույթը, որ հատուկ քննչական ծառայության նախապատրաստված եւ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքերով քրեական գործերի հարուցումը մերժված, զեկույցում նշված բոլոր նյութերով հերքվել է հանցագործությունների հատկանիշների արկայության փաստը, դրանցում բացակայել են քրեական գործ հարուցելու օրինական առիթը կամ հիմքերը, իսկ դրանց բացակայության պարագայում քրեական գործերի ապօրինի հարուցումների պրակտիկան հատուկ քննչական ծառայության համար կիրառելի չէ։ Առավել եւս ակնհայտ է, որ քրեական գործի անհիմն հարուցումը հարուցումով կարող է խախտվել այլոց իրավունքները։ 3-4 էջից բաղկացած այս պատասխանը ես սիրով կտրամադրեմ ձեզ, պարոն Անդրեասյան, որպեսզի դուք նույնպես ընթերցեք, եւ այս ենթատեքստի մեջ նաեւ պետք է
հորդորեմ իմ գործընկերներին, այդ թվում նաև ձեզ, որպես ինձ գործընկեր, ես համարում եմ դա այդպես, երբ որ մենք խոսում ենք բարոյահոգեբանական մթնոլորտի, ավելի հանդուրժողական մթնոլորտի ձևավորման մասին, մենք պետք է նաև հետևողական լինենք մեր զեկույցները պատրաստելու ընթացքում, մեր հայտարարությունները անելու ժամանակ։ Խոսվում է ուսանողությունը կուսակցականացնելու գործընթացի մասին, այս ամբիոնից։ Եվ խոսում են մարդիկ քաղաքական ուժ ներկայացնող падգամավոր, որոնց ուսխորհուրդներն էլ զերծ չէ, որոնց երիտասարդական թևն էլ զերծ չի ուսանողների, այսպես ասած, կուսակցականացումից։ Եվ նույն ձեր քաղաքական թիմի երիտասարդական կառույցը նույնպես ունի ուսանողներ, ովքեր հարում են այդ քաղաքական թիմին։ Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է խոսենք։ Այս ամբիոնը օգտագործում ենք եւ խոսում ենք, չգիտեմ, աղքատության մասին, խոսում ենք մեկ այլ դրսևորումների մասին, խոսում են կոռուպցիայի մասին։ Իհարկե, այդ ամբողջը կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ, բայց պետք է խոսել մարդու իրավունքների պաշտպանության այս կոնտեքստում։ Հետևաբար մենք էլ կարող ենք հիշել կամ վկայակոչել այն ոչ այդքան լուսավոր անցյալները, որոնք գոյություն ունեն, բայց չեմ կարծում, որ դա պետք է ինչ-որ միտեղ մեզ տանի։ Սա իմիջայլոց եւ նորից անդրադառնալով մեր բուն թեմային եւ այդ ճիշտ մթնոլորտը ձևավորելուն, այս զեկույցը ինձ համար այս պատասխանը հատուկ քննչական ծառայության կողմից միգուցե ինձ համար դարձավ մի փոքր, այսպես ասած, ուղեցույց եւ ես նաեւ ձեզ արդեն իսկ խոստանում եմ կոնկրետ այն ոլորտը, որտեղ ես ղեկավարում եմ այդ ոլորտի հանձնաժողովը, խոստանում եմ հրապարակայնորեն մյուս կառույցների հետ կապված նույնպես արդեն իսկ ուղարկել եմ, պատասխանը ստանալու դեպքում նաև մամուլով հրապարակային ներկայացնեմ այն ինֆորմացիան, այն տեղեկատվությունը, որը գոյություն ունի։ Շնորհակալություն ուշադրության համար։